Վարչապետի սոլիստի առաջին բեմելն ու առողջապահության նախարարի տարօրինակ շարժումները ցնցել են կառավարական կաբինետի միլիոնների պարգևավճարային սկանդալը չմոռացած քաղաքացիներին։ Պարոն, կապիկներ են սա, առողջապահություն ամոթ է, դաժե մենք առողջություն, вообще հասկացողությունը ինքը գիտի ինչա։ Քանաքերի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որ հանձնված է զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը, առավոտից հսկում է ռազմական ոստիկանության մի մեքենա։ Պաշտպանության նախարարը գնդերեսներին բանակից հեռացնում է, որովհետև 40-ից ընդամենը 2-ն են համաձայնել տիրադավ դառնալ։ 95 եւ ավել տոկոսով գնդերեսները անսասան են մնացել իրենց որոշումների մեջ, մայրաթորին չդավաճանելու։ Հայաստանին պետք են սահմանադրական փոփոխություններ, բայց ոչ Բաքվից թելադրված պետական կառույցները ուժեղացնելու երկրորդ նախագահի առաջարկի հետքերով։ Միահեծան իշխանություն Հայաստանի Հանրապետությունում չպիտի լինի։ Եվ ովքեր են մի քանի օր առաջ Միացյալ Նահանգներից Հայաստան արտաքսված միգրանտները, հանցագործներ, թե Թրամփի միգրացիոն քաղաքականությունից զզված կամավոր վերադարձածներ։ Նաև կամավոր ցանկությամբ, այսպես ասած, վերադարձածներն են։ Հունվարի վերջին օրվա գլխավոր նորությունները կհայտնի Հայլուրը, բարի երեկո սիրելի հայրենակիցներ, եւ այսպես վարչապետի սոլիստի առաջին բեմելն ու առողջապահության նախարարի տարօրինակ շարժումները ցնցել են կառավարական կաբինետի միլիոնների պարգևավճարային սկանդալը չմոռացած քաղաքացիներին։ Ֆեյսբուքյան մեմերի աստղը Անահիտ Ավանեսյանն է իր լավ պարապած պարով։ Նրանից հետ չի մնում քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը, որ ընկերոջ գոլդ համարներով սպիտակ Մերսեդեսով է ժամանել Փաշինյանական դիսկոտեկին նավակ ճոճելու։ Ովքեր են եղել դիսկո պարողները եւ ինչ խնդիրներ է ուզում թմբուկների աղմուկով խլացնել Նիկոլ Փաշինյանը, Լիլիթ Խալաթյանն է փորձել հասկանալ։ Եկեք կունենա վարչապետը։ Երեկոյի հանդիսավարը խորհրդարանի խոսնակն է։ Վարչապետը մոլեգին թմբկահարում է, առողջապահության նախարարը պարում է լավ պարապած պարը, չրթում է ԿՊԱ-ական նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։ Անվտանգության արտակարգ միջոցառումները հաջողությամբ հաղթահարելուց հետո կոշիկներով ռեստորան մտած քաղաքացիներին Փաշինյանը խնդրում է կոշիկներն իր գլխին չտալ, եթե չհավանեն իր նվագը։ Ես այս ամենայնին փորձել կոշիկ շփոթել, եթե պայմանավորվում ենք որ չկա, հաստատ տեսեք ես նախապես ուշացի, Ծափահարում է հանդիսատեսը, հետ չի մնում Անահիտ Ավանեսյանից։ ԿՊԱ-ականները երկու պարով ցուցադրաբար վերահաստատում են իրենց հավատարմության ուխտը, ուր էլ գնա Փաշինյանը, հետը կգնան։ Գնահատենք ձեր դուքը։ Հայլու։ Ոսկե փայլ։ Դասական ոճի մեջ։ Իսկ փայլերի մեջ ենք, որովհետև տենց երեկույթ է, ու տենց ոնց որ փայլային ուզեցինք լինել։ Հիմա ինքն էլ փայլուն, ես էլ եմ փայլուն։ Երևանի փողոցներում օվացիաներ չկան։ Ապշած են մասնակիցների անդարդությունից, հարցնում են, վարչապետը տեղյակ է իր ղեկավարած երկրում ինչ խնդիրներ կան։ Մենք ժողովուրդը աղբակղերից հաց են հանում։ Ամեն առավոտ որ նայում եմ լացս գալիս է, թե ոնց են քրքրում են չոր հացերը հանում։ Դու ինչ երեկվա համերգ երեկվա գա սատա նայ որ մի մինիստր հելնի բարի մարի դե թող դատա խասնեն սա այդ ինչքան կան թող սաղեն բարեին էլի։ Պարոն, կապիկներ են սա, առողջապահություն ամոթ է, դաժե մենք առողջություն, вообще հասկացողությունը ինքը գիտի ինչա, որ նախարար են դրել։ Դե կպարեն փորները կուշտ է, սա ժողովրդին գցել են ծողակը, Յազի ջան այդ կապիկին ռադար է կախպոլ պես է։ Ոյ, սաղի վրա էլ թքել են։ Ես շատ ուրախ եմ, որ երիտասարդությունը իր ղեկավարի հետ ուրախանում է։ Իսկ երիտասարդները իրոք ծափահարում են վարչապետին։ Երեք վարչապետի համերգներ գնացել էիք։ Իհարկե ոչ։ Ինչու՞։ Չի հետաքրքրում։
Կարծում այնքան խնդիր կա լուծելու համերգի ժամանակ չի հիմա։ No comment։ Խախտվում եմ մի խոսի։ Ում? Վարչապետի։ Վարչապետի? Վարչապետի, երեք նվագում էր։ Այո, սոր։ Իսկ գոյություն ինքը դեռ։ Վարչապետի համերգ։ չէ։ Ես նախընտրում եմ պրոֆեսիոնալ երաժիշտների համերգներին գնամ։ Ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով։ Այս առումով կարծում Վերլուծաբան Բորիս Մուրազիի կարծիքով չվերընտրվելու վախով տառապող Փաշինյանը փորձում է իր գահավիժած վարկանիշը բարձրացնել երիտասարդների շրջանում։ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը խիստ ցածր է 18-ից 35 տարեկանների շրջանում, սա իր թույլ տեղն է երիտասարդության համար։ Փաշինյանը ուղղակի անեկդոտային կերպար է, հասկանում եք, իր արտաքին տեսքից սկսած ավարտած խոսույթով։ Մուրազին նկատում է, քանի որ չի հաջողվել երիտասարդներին գայթակղել վարչաբենդով, ԿՊ-ն ստիպված է եղել իր կրոնական թափառախմբից հանդիսատես հավաքել։ Մամուլում կա չէ, թափառաշրջիկ, պատարակի մասնակիցներ, այդ նույն շրջիկ կրկեսը գնացել էր ընտեղ։ Պատկերացրեք Գագիկ Մելքոնյանը, որ մասնակցել է Արցախյան պատերազմին, հիմա շատ վատ ճանապարհ է բռնել, բայց ասենք 90-ականներին ինքը մտածեր, որ ինչ որ վարչաբենդ է լինելու, ինքն էլ գնալու է դիսկոտեկ կապիկություն անելու։ Բայց վարչաբենդի հեղինակած երգը, ավելի ճիշտ դրա cover տարբերակները, կարծես հիթ են դառնում համացանցում։ Մենք ես ուզում ենք տեսնել բանտերում, բայց դրա համար քեզ պիտի հանենք ու մուկ նկարենք։ Լիլիթ Խալաթյան, Աննա Գյուլնազարյան, Առաքել Օհանյան, Անի Խանդիլյան, Հայլուր։ Պաշտպանության նախարարի գնդերեսներին բանակից հեռացնելու որոշման հրապարակումից հետո այսօր առավոտից ռազմական ոստիկանության մի մեքենա է հսկել Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որ հանձնված է զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը։ 44-օրյա պատերազմին խաչով ու սրով մասնակցած ընկերներից մի քանիսին կորցրած գնդերեցները կասկածություն են։ Սուրեն Պապիկյանը որոշել է հեռացնել իրենց բանակից, որովհետև 40-ից ընդամենը 2-ն են համաձայնել տիրադավ դառնալ։ Ալբերտ Սերոփյանն է եղել Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Լույսը չբացված ռազմական ոստիկանության այս մեքենան 2-3 ծառայողներով բանակի հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցի է գնացել, տագնապ գցել հոգևորականների սիրտը։ Ինձ հետաքրքիր է ուղղակի դուք ինչ ծառայություն եք այստեղ իրականացնում։ Տեր-բսակ, բոլորին ասեցի, ձեզ էլ կասեմ, չեմ պատասխանել։ Հա, չեմ պատասխանելու։ Ռազմական ոստիկանության ենթասպան հորդորում է հարցերն իր վերադասներին ուղղել։ Պաշտպանության նախարարությունը 2 բառով է պարզաբանում իրավիճակը՝ բնականոն ծառայություն է։ Տեղի հոգևորականները հակադարձում են։ Այս եկեղեցու տարածքում երբևէ ռազմական ոստիկաններ հենց այնպես չեն եկել։ Աննախադեպ էր։ Ես չեմ հիշում։ 20 տարի է բանակում եմ, այսպեսի բան չեմ տեսել։ Տեր-Պսակ քահանայի կարծիքով պաշտպանության նախարարի վերջին հրամանն է ռազմական ոստիկանների ներկայության պատճառը։ Հինգշաբթի Սուրեն Պապիկյանը հրամայել է փետրվարի 1-ից լուծարել բանակի հոգևոր առաջնորդությունը։ Դա չարագուշակ հրաման է անվանում Տեր-հայրը։ Դա վնասեց ոչ միայն եկեղեցուն, եթե իրենք պատկերացնում են, որ դրանով եկեղեցուն դրեցին այսպես անհարմար իրավիճակի մեջ, մենք մեր ծառայությունը ամեն դեպքում իրականացնելու ենք։ Եթե ոչ բանակում ուրիշտեղ հաստատ իրականացնելու ենք, այստեղ տուժում է ոչ թե բանակի վերնախավը, այլ տուժում է մեր հասարակ զինվորն ու սպան։ Ինձ համար ամենամեծ ցավը դա է, որ մեր զինվորը այլևս հոգևորականի հետ սերտ շփում չի ունենալու։ Փաշինյանի կրոնական թափառախմբին միացած Սուրեն Պապիկյանը միանձնյա է որոշել լուծարել առաջնորդությունը, մինչդեռ ըստ փաստաբան Արա Զորաբյանի դրա իրավունքը չուներ նախարարը։ Պաշտպանության նախարարը խախտել է պաշտպանության նախարարի կողմից եւ ամենայն հայոց կաթողիկոսի կողմից հաստատված կանոնադրության 5.1 կետը։ Ինչ է ասում այդ կետը։ Հոգևոր ծառայությունը լուծարվում է ամենայն հայոց կաթողիկոսի օրնագրով եւ պաշտպանության նախարարի հրամանով։ Ինչպես տեսնում ենք, նախարարը միանձնյա չէր կարող լուծարել այս ծառայությունը։ Բանակի հոգևոր առաջնորդությունը լուծարելը Փաշինյանի սկսած հակաեկեղեցական արշավի հերթական դրվագ են անվանում քահանաները։ Թիրախավորված, ենթադրելի է նաև հակաեկեղեցական այս արշավի ծիրի մեջ այս որոշումը կայացվեց։ Դրա համար ես համարում եմ չարագուշակ։ Տեր-Պսակը, Տեր-Վանանդն ու Տեր-Վարազդատը միաբերան պնդում են գնդերեսներին բարձրաստիճան պաշտոնյաները հրահանգել են միանալ տիրադավ հռչակված 9 եպիսկոպոսների ու Նիկոլ Փաշինյանի բարենորոգում անունով նախաձեռնությանը։ Բարձրաստիճան պաշտոնյա է եղել։ Զորամասի հրամանատար թե նախարարություն։ նախարարություն։ Այո։ Որտեղ որ ծառայել եմ,
համապատասխան զորամասի հրամանատարը ինձ կանչել ասել է այսպեսի հրահանգ կա։ Ինչպիսի հրահանգ։ Միանում եք վարչապետի բարենորոգչական ծրագրին հստակ պատասխանել են, որ ոչ, որովհետև այդ բարենորոգչությունը կեղծ է, այդ բարենորոգչությունը այդպես չի արվում եւ չի արվում այն մարդկանց միջոցով, ովքեր կանգնած են այդ բարենորոգչության։ Եկեղեցին ինքը մշտապես եւ բարենորոգվել է եւ պիտի բարենորոգվի։ Գնդերեսների հետ ունեցած իրենց հանդիպումներին եղել է պարզապես մաս կազմելու բարենորոգման շարժմանը եւ բնականաբար 95 եւ ավել տոկոսով գնդերեսները անսասան են մնացել իրենց որոշումների մեջ մայրաթորին չդավաճանելու։ Գնդերեսները պնդում են հայոց բանակում ծառայող 42 հոգևորականներից միայն 2-ն են համաձայնել միանալ հակաեկեղեցական արշավին։ Ընդհանուր գեներալներ են հանդիպել մեր սարկավագների հետ։ Եթե գնդերեսները չեն դավաճանում մայրաթորին, ուրեմն բանակին պետք չեն, մտածել է Սուրեն Պապիկյանն ու լուծարել ծառայությունը, կարծում են հոգևորականները։ Նախկին զինվորականներ, եւ հիմա էլ ծառայողներ ափսոսանք են հայտնում, ասելով, որ ափսոսում ենք, որ այդպես եղավ, բայց նաեւ վստահաբար ասում են մեր ձեռքը որևէ բան չկա, օրենքը հրամանի տեսքով իջել է։ Պապիկյանի հրամանը եւս մեկ ապացույց է, որ Փաշինյանի արշավը բարենորոգում բառի հետ կապ չունի, նկատում է Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Եվս մեկ անգամ ապացուցվում է, որ այս ամեն ինչը հակաեկեղեցական արշավ է եւ որևէ մի կապ չունի կոնկրետ անձանց հետ, սա եկեղեցու դեմ արշավ է։ Սահմանադրության, օրենքների ու բարոյականության ոտնահարում է անվանում հակաեկեղեցական արշավը Դանիելյանը։ Սահմանադրությունը մեր օրենքները հստակ նշում են միջամտության դեպքում ինչ պատասխանատվության պիտի ենթարկվեն եւ այս ամեն ինչ որ արվում է հենց այդ շրջանակներում է արվում օրենքի կոպիտ ոտնահարմամբ եւ օրենքի տեսանկյունից սա խստորեն դատապարտելի եւ բարոյական տեսանկյունից սա խստորեն դատապարտելի, այսինքն նման գործելավոճը, նման ձևը դա մեկ բառով կարող եմ ասել սրբապղծություն։ Այնչափ գրեթե 2 տասնամյակ բանակում ծառայած հոգևորականները պատմում են ինչպես է հոգևորականի ներկայությունը նպաստել բանակում տասնյակ կոնֆլիկտների հանգուցալուծմանը։ Ինքնասպանության դեպքեր են կանխվել, ինքնախեղման դեպքեր են կանխվել, սպաներ են եղել, որոնց ընտանիքները փլուզման, քայքայման եզնին են, հոգևորականի ներկայությունը, նրանց հետ աշխատանքը այդ ամեն ինչը կանխել է։ 1997 թվականից բանակում ծառայող գնդերեսներից շատերը տարբեր ռազմական գործողությունների են մասնակցել։ Ապավինեք աստուծո տված ձեր խնդրին։ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած է Հայր Մկրտիչը։ Ռազմաճակատում զոհվել է Ռուստամ Սարգսակը։ Նրանից օրեր անց գնդերեց մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանակիր Նարեկ Սարգսակը։ Ալբերտ Սերոբյան, Նորայր Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Այսօր քննչական կոմիտեն հրավիրել Գուգարաց թեմի առաջնորդին ու նրա նկատմամբ երկրից չբացակայելու խափանման միջոց ընտրել։ Քննչականը հարցաքննել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսների ու մեկ քահանայի, որ խորհրդի քարտուղարն է։ Նրանց կանչել էին Մասյացոտ ընթեմի արդեն կարգալույծ արված առաջնորդի ցուցմունքի հիմքով հարուցված գործով, որը ինչպես գիտեք հասել է հարկադիր։ Դատարանը հունվարի 16-ին էր արգելել եկեղեցուն խոչընդոտել Մասյացոտ ընթեմի առաջնորդին իրականացնել իր պարտականությունները։ Մինչդեռ հենց հաջորդ օրը ամենայն հայոց կաթողիկ նրան կարգալույծ էր հռչակել։ Հոգևորականները վստահ են դատական քաշքշուկի իրական պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է տապալել եպիսկոպոսատ ժողովը։ Սրբազանները ծանուցվել են միանգամից մեղադրյալի դատավարական կարգավիճակով, այսինքն արդեն քրեական հետապնդում հարուցելու որոշում կա։ Կընտրվեն հավանաբար բոլորի նկատմամբ երկրից բացակայելու արգելք պարունակող խափանման միջոցներ։ Եպիսկոպոսատ ժողովը, ինչպես գիտեք, փետրվարի կեսերին պետք է գումարվեր Ավստրիայում։ Մուշեղ, Վահան, Նաթան, Կիրակոս, Հայկազուն, Մակար, Հովնան, Սրբազանները եւ Մովսես Քահանա Սահակյանը քննչական կոմիտե են հրավիրվել։ Նրանք մեղադրյալի կարգավիճակ ունեն, իբր խոչընդոտել են կամ չեն կատարել դատարանի ակտը։ Գործի վերաբերյալ որևէ բան չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ սա ամբողջովին ապօրինի գործ է։ Չեմ կարող այդ նյութերի մասին խոսել, որովհետև արգելել են խոսել։ Գրեթե 2 ժամ հարցաքննվել են Մակար եւ Հովնան սրբազանները, բայց չեն կարող ասել։ Արդյոք Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ կարգալույծ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին առնչվող դատական ակտն է այս մեղադրանքի հիմքում։ Մասիսի դատարանն է արգելել մայրաթորին քայլեր անել, որոնք կարող են խոչընդոտել եպիսկոպոս Սարոյանին իրականացնել թեմի առաջնորդի պարտականությունները։
Այդ պարտականությունից Սարոյանը զրկվել էր Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միանալուց եւ Վեհարանի դեմ երկրորդ արշավանքից հետո։ Ավելի ուշ Մայրաթորի Գերագույն հոգևոր խորհուրդը Սարոյանին զրկեց եպիսկոպոսական կարգից, քանի որ նա վիճարկել է Մասյացյոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու եւ մայրավանք վերադառնալու վերաբերյալ հայրապետական տնօրինությունը։ Հակականոնական, որովհետեւ գործողություն չեն արել։ Իսկ ովքեր որ ասում են հակականական, թող մեկ փաստակ դրան։ Մենք ուղղ ենք կարել ան վերապահ հնազանդություն ամենայն հայոց հայրապետին, ով կլինի հայրապետ այդ ժամանակ, մենք պետք է ենթարկվենք եւ հնազանդության ուղղը պահենք։ Չգիտեմ ով ոնց է մտածում ինչ անում, մեր կարգավիճակը ուղղով է եւ այդ ուղղը մենք ընկել ենք Աստծո հետ եւ Սուրբ Էջմիածնի հետ եւ մեր ազգային պայմանագիր չունենք։ Մեր աշխատանքային պայմանագիր չի, մեր հոգեվոր ծառայություն։ Քննչական կոմիտե կանչված 7 եպիսկոպոսները Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ են։ Առավոտյան ոստիկանությունից են ծանուցում ստացել քննչական կոմիտե ներկայանալու համար։ Աբսուրդ է, մեր երկրում հանցագործներ չկան։ Իսկ Տեր Մովսես Քահանա Սահակյանը խորհրդի քարտուղարն է, որևէ ազդեցություն չունի խորհրդի որոշումների վրա։ Ես որոշում կայացնող մարմին չեմ։ Ես որոշում չեմ կայացնում եւ որևէ ձև իմ ձայնը այնտեղ չի լսվում։ Ինչի համար են մեղադրում Տեր Մովսեսին, չի կարող ասել։ Փաստաբանները կասեն, էլի։ Բայց ասում է, ամբողջ գործընթացը տեղավորվում է Փաշինյանի հակաեկեղեցական արշավի մեջ։ Սա միանշանակ հակաեկեղեցական շարժման շրջանակներում տեղավորվող գործընթաց է։ Ակնհայտ է, որ սա հերթական միջամտությունն է եկեղեցու ներքին գործերին, ասում է Մայրաթորի փաստաբան Արա Զոհրաբյանը։ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին քրեական գործերով հետապնդելու նպատակը փաստաբան Արմինե Ֆանյանի կարծիքով եպիսկոպոսած ժողովը տապալելն է։ Եպիսկոպոսած ժողովը տապալելու հերթական փորձն է, որովհետև ըստ էության Գերագույն խորհրդի անդամներին ստացվում է, որ արգելելի են լքել Հայաստանի Հանրապետության սահմանը, ինչը արդեն ինքնին խոչընդոտ է լինելու, որպեսզի նրանք մեկնեն եւ մասնակցեն այդ ժողովին։ Քննիչը բացակայելու արգելք է կիրառել Հովնան Սրբազանի նկատմամբ։ Սա նշանակում է, որ նա չի կարող փետրվարի 16-ից 19 Ավստրիայում մասնակցել եպիսկոպոսած ժողովին։ Մակար Սրբազանին արգելված է ասել, թե ինչ սահմանափակում է կիրառվել իր համար։ Հիմա դուք Ավստրիա մեկնելու եք։ Չգիտեմ։ Ձեզ չբացակայելու արգելք կա։ Չգիտեմ։ Կապվեցի, որ այդ հարցերին չհարադառնա։ Թերեզա Կադաևչյան, Աննա Գյուլնազարյան, Նուրայ Շարբաթյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Ով է Նիկոլ Փաշինյանը, երկրի թիվ 1 սոլիստը, թիվ 1 եկեղեցականը, թիվ 1 դատավորն ու պատգամավորը, ընդդիմադիրն ու իշխանականը, որ միայն թիվ 1 մեղավորը չէ, իր իշխանության օրոք հայ ժողովրդի գլխին պայթած պատերազմների ու արհավիրքների, գնաճի ու սոցիալական անարդարության։ Սազում է Նիկոլ Փաշինյանին սուպերվարչապետական այն կոստյումը, որի ամենամոլի քննադատն է եղել ինքը, բայց որում իրեն հիմա շատ լավ է զգում։ Եվ ինչ են ամտադիր փոխել Հայաստանի սահմանադրության մեջ։ Նրա անդիմախոսները վստահ են, Փաշինյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները Բաքվից են թելադրված։ Իսկ Հայաստանին պետք են բոլորովին ուրիշ փոփոխություններ, որոնք հակառակը կուժեղացնեն պետական կառույցները։ Կարինե Մանգասարյանն է պատմում։ Միահեծան իշխանություն Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինի։ Որպեսզի կառավարական թիվ 1 շենքում հայտնվողը չհակնի միապետի շորեր, մայր օրենքում այնպիսի փոփոխություններ են անհրաժեշտ, որոնք կհստակեցնեն գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների լիազորությունները, վստահ է ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Հակակշռման եւ փոխզսպման մեխանիզմները, որոնք որ չեն գործում Հայաստանում, պետք է անպայման վերականգնվեն։ Իշխանությունների հստակ տարանջատման պետական կայուն զարգացման նոր մեխանիզմների մասին Հայաստանի երկրորդ նախագահը խոսեցինք շաբթի հրավիրած ասուլիսում։ Այս սահմանադրությունը բռնապետ կերտելու սահմանադրություն է։ Հայաստան դաշինքի առաջնորդը առաջ է քաշում ոչ թե անձի փոփոխության հարց եւ դրանով պայմանավորում պետության զարգացումը, այլ համակարգային լուծում է տալիս, փոխել կառավարման մոդելը, նկատում է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Դուք շփոթել եք տեղը, սա ԿՊ ժողով չի։ Ժողովրդավարական լոզունգներով 2018-ին իշխանության եկած Փաշինյանը, ըստ նրա, անգամ խորհրդարանում իրեն պահում է այնպես, կարծես սեփական կուսակցության հավաքին լինի։ Մեկ անձի դիկտատուրա, մեկ անձի իշխանություն, մեկ անձնավորոշում պաշտոններին, ով պետք է լինի կիսա ավտորիտար վիճակից, մենք արդեն սահուն քայլերով գնում ենք դեպի բռնապետական ռեժիմ։ Երկրում ստեղծված բռնապետական ռեժիմը տապալելու համար առաջին հերթին դատական համակարգում պետք է կարգուկանոն հաստատել, ասում է պատգամավորը։
Ռոբերտ Քոչարյանի առաջարկն է հիշեցնում, կամ պետք է նախագահի դերակատարությունը մեծացնել դատավորների նշանակման գործընթացում, կամ խորհրդարանում դատավորի ընտրության այնպիսի կարգ սահմանել, որ դատավորը ընտրված համարվի միայն բոլոր, այդ թվում ընդդիմադիր խմբակցությունների կեսից ավելիի հավանությանն արժանանալու դեպքում։ Իմ ու քուչը լինի, էլի իմ սրտի դատավորն է, իմ բարեկամն է, իմ ծանոթն է, իմ այսպես ասած հովանավորության տակ է։ Դատական համակարգն Արմեն Դանիելյաններից ու Մասիս Մերքոնյաններից ազատելը ըստ Դանիելյանի արտասահմանյան ներդրումների համար նպաստավոր կլինի նաև հայտնի կանոն է, երբ որևէ խոշոր ընկերություն մտադիր է ներդրում անել որևէ երկրում, հարկային դաշտն ուսումնասիրելուց առաջ դատականն է տնտղում։ Հեցի շուրջ սկանդալն ըստ պատգամավորի խոշոր ներդրողների է հետ պահել Հայաստանում փող ներդնելու մտադրությունից։ Մարդը կարող է հարյուրավոր միլիոնների ներդրում անի, բայց մի օր իշխանությունը որոշի, որ այս մարդը իրենց կիմքին հաճելի չէ, արդեն միահեծան իշխանություն ստանալով ինքը բոլոր այդ համակարգերը սկսեց օգտագործել այլախոհներին, ընդդիմախոսներին, ընդդիմադիրներին, իր կարծիքին հակառակ կարծիք արտահայտողներին, այսպես ասած, այդ համակարգերը օգտագործել իրենց դեմ։ Եթե երկրորդ նախագահի առաջարկած կիսանախագահական կառավարման մոդելին վերադարձն անընդունելի լինի քաղաքական դաշտում, ապա կարելի է այնպիսի փոփոխություններ անել, որ նախագահն ընտրվի ժողովրդի ուղիղ քվեարկությամբ, ոչ թե խորհրդարանում։ Ընդդիմադիր պատգամավորը նկատում է այսօր նախագահ Վահագն Խաչատուրյանը հլու հնազանդ ծառայում է Նիկոլ Փաշինյանին, որովհետև հենց վարչապետն է հրահանգել ՔՊԱ-ականներին խորհրդարանում կողմ քվեարկել նրա թեկնածությանը։ Այս գիտակցումը շատ կարևոր է։ Դանիելյանը շեշտում է, Հայաստանում պետք են սահմանադրական փոփոխություններ, բայց ոչ Բաքվից թելադրված, այլ այնպիսիք, որոնք ուժեղացնեն պետական կառույցները, հնարավորություն տալով դիմակայել նաև արտաքին մարտահրավերներին։ Մեսիջ ենք փոխանցում, որ մեր երկիրը գնալու է ժողովրդավարության այդ սկզբունքով եւ մենք ավելի վստահելի գործընկեր կարող ենք դառնալ մեր տարբեր պարտներների հետ, տարբեր երկրների հետ։ Կարնե Մանգասարյան, Արաքել Օհանյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հունվարի 25-ին Նիկոլ Փաշինյանը որպես ուրախալի լուր հայտնեց, թե 2025 թվականին մեր երկիր ավելի շատ Հայաստանի քաղաքացի մտել է, քան դուրս եկել։ Ըստ Փաշինյանի, սա խաղաղության պայմաններում տնտեսական զարգացման ցուցանիշ է։ Այդ հայտարարությունից մեկ օր հետո տեղեկություն տարածվեց, որ Միացյալ Նահանգներից ժամանած մի Boeing Հայաստան է բերել Միացյալ Նահանգների իշխանությունների արտաքսած ապօրինի ներգաղթյալներին։ Հայաստանի արտգործնախարարությունը հաստատեց տեղեկությունը, չհստակեցնելով արտաքսվածների թիվը։ Նրանք, որ հաստատ Հայաստան են եկել ոչ որովհետև այստեղ խաղաղ տնտեսական աճ է։ Ովքեր են նրանք, հանցագործներ, ինչպես ներկայացնում է Վաշինգտոնը, թե Թրամփի միգրացիոն քաղաքականությունից զզված կամավոր վերադարձածներ, Լիլիթ Գասպարյանն է փորձել հասկանալ։ Ովքեր են մի քանի օր առաջ Միացյալ Նահանգներից Հայաստան արտաքսված միգրանտները։ Արդյոք նրանք հանցագործներ են, ինչպես բոլոր միգրանտներին ներկայացնում է Թրամփի աշխատակազմը։ Այդ մարդկանց թվում, ովքեր ժամանել են Հայաստան, նաև կամավոր ցանկությամբ, այսպես ասած, վերադարձածներն են, մարդիկ, ովքեր միգուցե ունեցել են տարիներ առաջ դեպորտացիայի արտաքսման հրաման, բայց կարող եմ պարզ հստակ ասել, որ գրեթե բոլորը ամիսներ շարունակ միգուցե սպասել են այդ արտաքսմանը։ Փաստաբան Մելին Էմայլյանը շատ հայ ներգաղթյալների է ճանաչում, որոնք վաղուց էին սպասում արտաքսման հրամանի։ Նրանք այն մարդիկ են, որոնք մինչև կոկորդը կուշտ են Թրամփի միգրացիոն այս խիստ քաղաքականությունից եւ վախենալով, որ երկար ժամանակ կմնան էմիգրացիոն բանտում, ինքնակամ են խնդրում, որ իրենց վերադարձնեն հայրենիք։ Ինքնակամ հայտարարում են հենց դեպորտացիոն, այսինքն արտաքսման աֆիսերին, որ իրենք ուզում են հետ վերադառնալ այնտեղ, որտեղից որ իրենք ի սկզբանե եկել են։ Հայ միգրանտներին Հայաստան բերած Boeing օդանավը մինչև Երևան հասնելը բազմաթիվ կանգառներ է ունեցել։ Նախ նահանգներում, Տեխասում, Նյու Յորքում, Վաշինգտոն DC-ում, հետո արդեն Ռումինիայում եւ Հայաստանում։ Վերջում միգրանտներով լցված օդանավը մեկնել է Ուզբեկստան։ Ինչու մի քանի տեղեր է ինքնաթիռը կանգնել, դա նշանակում է զուտ այն փաստը, որ
տարբեր այլազգի մարդիկ են քաղաքացիներ են եղել, որտեղ եւ նրանց պետք էր տեղափոխել տվյալ երկիր։ Մելինա Մայլյանը, որ շատ է շփվում ներգաղթյալների հետ, պաշտպանում նրանց շահերը, պատմում է, հիմա նահանգներում այնպիսի ժամանակներ են, որ ձերբակալվում, արտաքսվում են նույնիսկ անմեղ մարդիկ, միգրանտներ, որոնք արդեն սկսել են իրենց կացության փաստաթղթերի ստացման գործընթացը։ Կարգավիճակ ունենալը կամ ներգաղթային process-ի մեջ լինելը շատ ժամանակ չի արգելում կամ չի խոչընդոտում Թրամփի ադմինիստրացիայի աշխատակիցներին, ներգաղթային գործակալներին, որպեսզի նրանց չձերբակալեն։ Փաստաբանն ասում է, օր-օրի դժվարանում է նույնիսկ անմեղ միգրանտների շահերը դատարանում պաշտպանելը, քանի որ Թրամփի վարչակազմը ամեն ինչ անում է, որ սոցիալական ցանցերը ողողվեն միգրանտներին հեղինակազրկող տեսանյութերով։ Ամերիկյան վարչակազմը բոլոր տեսակի միգրանտներին, նույնիսկ կարգավիճակ ունեցողներին ու դրանց սպասողներին ներկայացնում է որպես հանցագործ։ Քանի որ մեծ պայքար է գնում հենց սոցիալական մեդիայում, որպեսզի նրանց պիտակավորեն որպես հանցագործներ, ավելի դժվար է լինում ներգաղթյալների իրավունքների պաշտպանների համար, որպեսզի դրական տեսանկյունից կարողանան ներկայացնել իմիգրանտների իրավունքների խախտումները։ Դեռ ինչքան կշարունակվի միգրանտների նկատմամբ այս դաժան վերաբերմունքը, դժվարանում է ասել նահանգներում բնակվող փաստաբանը, բայց չի բացառում, որ Միացյալ Նահանգներում ի պաշտպանություն միգրանտների տեղի ունեցող բողոքի ցույցերը ինչ-որ չափով մեղմեն Թրամփի ատելությունը միգրանտների նկատմամբ։ Հիմա միգրացիոն կոշտ քաղաքականության դեմ ամենամեծ պայքարը Մինեսոտա նահանգում է, որտեղ վերջին օրերին բռնկված բողոքի կրակի զոհ է դարձել 2 ցուցարար։ Նրանք սպանվել են ուժայինների հետ բախումների պատճառով։ Երկրորդ սպանությունից հետո որոշակի ոչ թե թույլատում, այլ փորձում են ընդհանրապես հասկանալ, որ ինչպես այս ամենը շարունակեն, միաժամանակ հասկանալով, որ բնակչությունը այստեղի քաղաքացիները հնարավոր է, որ շատ խիստ կերպ արձագանքեն։ Վերջին 1 տարվա ընթացքում Միացյալ Նահանգներից արդեն 3 միլիոն միգրանտ է արտաքսվել։ Ըստ ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի, նրանցից ավելի քան 2 միլիոնը կամավոր է վերադարձել հայրենիք ինքնարտաքսման ծրագրով։ Լիլիթ Գասպարյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Ադրբեջանական գերությունից ազատված Վիգեն Էուլջեքչյանի սրտի հետ կապված խնդիրներ են հայտնաբերել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ Նրա կինը Լինդա Էուլջեքչյանն է հայտնել, որ վերջին օրերին ամուսնու առողջական վիճակը վատթարացել է, նա նաև նյարդաբանական խնդիրներից է գանգատվում։ Օկուպացված Արցախից 10 հայերի եւ ազգությամբ ռուս մեր երկրի 1 քաղաքացու Հայաստան տեղափոխվելուց հետո հնարավոր է եւս 2 հայ մնացած լինի օկուպացված Ստեփանակերտում։ Մեկին ադրբեջանցիները չեն գտել, որ բերեն։ Ավելի վաղ Հայլուրը հայտնել էր, որ Միշա Գրիգորյանն է մնացել միայն Արցախում, որովհետեւ վախեցել է, թե Հայաստանում իրեն կսպանեն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ տված ցուցմունքների համար։ Երկրորդ քաղաքացին, որ հավանական է մնացել է այնտեղ, 73-ամյա մի կին է։ 2020-ի պատերազմից հետո Հադրութից տեղահանված Լարիսա Ստեփանյանը, որ որոշ տեղեկություններով վերջին պահին անհասկանալի կերպով անհետացել է։ Հայլուրը առայժմ չի կարողանում նրա հարազատների հետ կապ հաստատել իրականությունը ճշտելու համար։ Բաքվի լրագրողներին Լարիսան մի քանի անգամ ասել էր, որ իրեն լավ է զգում, մտադիր չէ հեռանալ Ստեփանակերտից, որովհետև պիտի անպայման հետ իր տուն Հադրութի տող գյուղ գնա, ու այս հարցով նա նույնիսկ հեռակա Ալիևին էր դիմել։ Եվ մինչ պաշտոնական Երևանի քար լռության պատճառով հայերը ոչ մի հոդաբաշխ պարզաբանում չեն կարողանում ստանալ վերադարձածների եւ մնացածների ճակատագրերի մասին, Բաքուն քարոզչական պիտանելիության ժամկետը լրացած հայերից ազատվելուց հետո նոր թափով է լցվում հակահայկական քարոզչությանը, ներկայացնելով մեզ իբրև Ռուսաստանի ռազմական գործողության գաղտնի օժանդակող։ Թե ինչի մասին է խոսքը, կպատմի Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանը, նա արդեն տաղավարում է։ Բարի երեկո Արման։ Բարի երեկո Լարա, այո ճիշտ ես նկատել, վերջի շրջանում ադրբեջանական քարոզչությունը շրջանառում է թեզեր, թե իբր Հայաստանը դարձել է Ռուսաստանի համար միջոց, պատժամիջոցները շրջանցելու համար, բայց իհարկե սա ունի իր պատճառները, որովհետև Ալիևին անհանգստացնում է Հայաստանի եվրոպական դիրքորոշումը եւ նման կերպ նրանք փորձում են ազդել Հայաստանի հեղինակության վրա Վաշինգտոնում եւ Բրյուսելում։ Իհարկե նման կերպ այս քարոզչական դիվերսիան իրականացնելով Ադրբեջանը կներեք փորձում
են փոշիացնել Հայաստանի միջազգային հեղինակությունը, բայց մի կարևոր հանգամանք կա, որ ուզում եմ ուշադրություն դարձնել դրան։ Այս տեղեկատվությունը շրջանառվում է միայն լրատվական շրջաններում, այսինքն սա ընդհանրապես տեղեկատվական դիվերսիա է եւ նման կերպ փորձում են Հայաստանին փաստորեն կապել Ուկրաինայում ընթացող պատերազմի հետ։ Հետաքրքիր է Արման, որ միջազգային հարթակներում այդքան սկզբունքային ներկայացող Ալիևը սեփական տանը շատ ավելի լուրջ ինտրիգների եւ սկանդալների մեջ է։ Այս շաբաթ շատ է քննարկվել թագաժառանգ, այսպես կոչված Հեյդարի կնոջ Ալյոնա Ալիևայի թեման։ Այո, շատ ճիշտ նկատեցիր Լարա, սա Ալիևների ընտանիքի ամենախոցելի թեման է, որովհետև գաղտնիք չէ, որ Իլհամ Ալիևը իր որդուն Հեյդար Ալիևին պատրաստում է որպես հաջորդ նախագահ, բայց այստեղ խնդիր ունենք նրա կնոջ Ալյոնա Ալիևայի հետ։ Իհարկե նրան ադրբեջանցի ոճաբանները փորձում են արհեստականորեն նմանեցնել Մեհրիբան Ալիևային, որպեսզի հանրության մոտ տպավորություն ստեղծվի, թե նա իդեալական հաջորդ Մեհրիբան Ալիևան է, բայց մի քանի օր առաջ ադրբեջանցի լրագրող Մեհման Հուսեյնովը հայտումներ արեց, որոնք ամբողջ այս քարոզչական փուչիկը պայթեցրին։ Փաստորեն Ալյոնա Ալիևան ազգությամբ ռուս հարուստ գործարար Գոդ Նասիրովի աղջիկը չէ ըստ Հուսեյնովի, այլ ազգությամբ ուկրաինուհի է Օդեսայից եւ նրա ազգանունն է Ալյոնա Գոնչար, բայց ինտրիգն այստեղ ավելի շատ այն է, որ նա անգամ ադրբեջաներեն չգիտի, իսկ նրա անցյալը կապում են գիշերային ակումբների հետ եւ այս ինչը խիստ անհամեմատելի է այն ազգային մենթալ գաղափարախոսության հետ, որը Ալիևը պարտադրում է իր հասարակությանը։ Արման, այս ֆոնին պատահական է արդյոք, որ հենց այս ներքին սկանդալների ու ինտրիգների օրերին է Ալիևը ըստ էության նոր զարկ հաղորդել հակահայկական քարոզչությանը։ Իհարկե պատահական չէ Լարա, որովհետև Ադրբեջանը կիրառում է այն մեթոդը, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է։ Երբ որ երկրի ներքին խոհանոցում սկանդալներ կան, իսկ հաջորդ այսինքն իրավահաջորդի լեգիտիմության հարցը դեռ օդից է կախված, նման կերպ պետք է ամբողջ այդ թշնամանքը ուղղել արտաքինին, եւ այստեղ արտաքին իհարկե թշնամին Հայաստանն է, եւ Հայաստանի ներկայացնելով որպես ռազմական հանցագործությունների մի մաս, Ադրբեջանը փորձում է այդ միջազգային ինտրիգները ուղարկել հենց Հայաստան եւ մեղքը գցել Հայաստանի վրա։ Շնորհակալ եմ Արման, սիրելի հայրենակիցներ, ես հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանը։ Իսկ այժմ համառոտ այն մասին, թե ինչ ունենք թողարկման երկրորդ մասում։ Գուցե վաղը չէ մյուս օրը։ Հարցականի տակ է ռուս-ուկրաինական բանակցությունների կիրակնօրյա ռաունդը, հրանոթները չեն լռում առաջնագծում։ But Zelensky and Putin Զելենսկին ու Պուտինն ատում են իրար եւ դա շատ է բարդացնում իրավիճակը։ Ձրի պանիրը միայն թակարդում է, ժողովրդական խոսքը մոռացել է, սոցիալական խնդիրների տակ կորացած մեջքով հայ ժողովուրդը։ Ինչու են մարդիկ զանգվածաբար կիբերհանցագործությունների զոհ դառնում։ Քաղաքացիներին առաջարկում են բարձր եկամտաբերությամբ ներդրումներ կատարել։ Այս թողարկման ընթացքում սպասեք նաև օրվա խորհրդին Սուրբ Սարգսի տոնին Սրբիանու նկրող եկեղեցում օրհնություն են ստացել զինվորներ իրենց սիրելիների հետ։ Ամենազարմանալին այն է, որ այստեղ եկել էին մեր զինվորները իրենց նշանածների հետ։ Это просто восторг. Եվ կտեսնեք կադրեր, որոնցից շունչդ կտրվում է։ Կապուտաչյա Սևանը -6-ին վերածվում է սառցե գեղեցկուհու ու էքստրեմի սիրահարներին հրավիրում չմշկելու։ Էքստրեմի սիրահարները կգնահատեն այս զգացողությունը, երբ որ դու հասկանում ես, որ քո ոտքի տակ ջուր է, սառած։ Եվ այսպես ձրի պանիրը միայն թակարդում է, ժողովրդական խոսքը մոռացել է, սոցիալական խնդիրների տակ կորացած մեջքով հայ ժողովուրդը։ Ինչու են մարդիկ զանգվածաբար կիբերհանցագործությունների զոհ դառնում, ռեպորտաժում։ Մեսենջերով հասարակ մի հաղորդագրություն ես ստանում, թե անցիր հղումով ու մեքենա կշահես, անցնում ես ու սպասում։ Կամ առաջարկում են գումարներ դնել, խոսանալով, որ այն եռապատկվելու, քառապատկվելու, նույնիսկ հարյուրապատկվելու է։ Փորձագետները զգուշացնում են, հանցագործներ են նման բովանդակությամբ հաղորդագրությունների հետևում թաքնված։ Սոցիալական տարբեր կայքերում, Facebook-ում, Instagram-ում հանցագործները գովազդներ են տեղադրում, քաղաքացիներին առաջարկում են բարձր եկամտաբերությամբ ներդրումներ կատարել։ 2025-ին ավելացել են ֆինանսական զեղծարարության դեպքերը, 1500 քրեական վարույթ կա նախաձեռնված։
Կիբերհանցագործները խոշոր ֆինանսական կազմակերպությունների, հիմնականում բանկերի կամ ազդեցիկ մարդկանց անուններն են օգտագործում գումար շորթելու համար։ Շատերն են հավատացել ու բանկային փոխանցում կատարել հանցագործների ստեղծած օտարերկրյա բանկային կամ կրիպտո հաշիվների։ Անցած տարի այս եղանակով ընդհանուր $500,000 են հափշտակել մարդկանցից։ Նրանք հայկական WhatsApp-յան հեռախոսահամարներով ստեղծում են կեղծ օգտահաշիվներ եւ այդ օգտահաշիվներում տեղադրում են որևէ անձի լուսանկար, ով հեղինակություն ունի թե հասարակության շրջանում, թե կոնկրետ ինչ-որ բնագավառում եւ սկսում են գրել այդ բնագավառի աշխատակցին։ Ներքին գործերի նախարարության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետը նկատում է, ոչ մի բանկ հաճախորդից չի պահանջում իրեն ուղարկել SMS-ով ստացած կոդը։ Սա արդեն ազդանշան է, որ գործ ունենք զեղծարարի հետ։ Այդ տվյալները նման են տամբալն, այսինքն նրանք պետք է ոչ մի պարագայում դրանք երրորդ անձի չտրամադրեն։ Փող շորթելու ամենահայտնի ֆինանսական բուրգն է անցած տարի շատերին մոլորեցրել։ Առաջին անգամ ներդրում կատարողին գումարը կրկնակի են վերադարձրել, պայմանով, որ ծանոթ բարեկամներին էլ ներքաշի այդ գործարքի մեջ, բայց բուրգին միացած մյուս անդամներն անգամ իրենց ներդրած փողը հետ չեն ստացել։ Այս մարտավարությունն էր կիրառում Hello-Bit-ը, որի գործունեությունը բազմաթիվ բողոքներից հետո կասեցվել է։ Այն աշխատանքի առաջարկները, որը վերջիններիս առաջարկում են էլ ավելի եկամտաբերություն, եթե վերջիններս այլ անձանց ներգրավեն նմանատիպ հարթակներում, դա ազդակ պետք է դառնա մեր քաղաքացուն, որ նա գործ ունի հնարավոր ֆինանսական բուրգի հետ։ Կիբերհանցագործությունների թիրախում մարդիկ են, որոնք համացանցի այբուբենը ինչպես հարկն է չգիտեն։ Հավատում են անգամ, երբ մի հայտնի մարդու կամ սուպերմարկետի անունից առաջարկ է գալիս, թե մեկնաբանություն թող գրառման տակ ու մեքենաշահիր։ Մասնագետները հորդորում են նման հղումներով չանցնել, նախ ճշտել, արդյոք այդ տվյալը պաշտոնական էջերից է տարածվել։ Ոչ թե նրանք պետք է փորձեն տվյալ Facebook-յան էջի միջոցով կապ հաստատեն, բարձաբանումներ ստանան, թե ինչ խաղարկության մասին է խոսքը, այլ համացանցում փորձեն գտնել նշված ընկերության պաշտոնական կայքը, Google որոնողական համակարգով։ Խաբեության զոհ չդառնալու համար պետք է իմանալ, որ աստղաբաշխական եկամտաբերությամբ ներդրումային հարթակներ գոյություն չունեն, նկատում են փորձագետները։ Հակառակ դեպքում ֆինանսական մեծ ռեսուրսներ ունեցող մարդիկ ոչ թե բանկերում ավանդ կդնեին, այլ այդ հարթակներում։ Բացի այդ, անձնական տվյալները ոչ մի դեպքում չպետք է փոխանցել անծանոթ մարդկանց, եթե չեք ուզում ձեղծարարության զոհ դառնալ, քարտի վավերականության ժամկետը կամ CVV կոդը մի տրամադրեք ոչ ոքի, անգամ եթե ձեզ միլիոններ են խոստանում։ Միայն բանկային քարտի դիմացի թվերով բավարար է գումար ստանալու համար, բայց այնինչ մեր քաղաքացիներին շատ դեպքերում ուղարկում են կեղծողումներ, առաջարկում են հավաքել ոչ միայն դիմացի թվերը, այլ նաև վավերականության ժամկետը, հետևի CVV կոդը եւ դրանով իսկ հնարավորություն են տալիս զեղծարաններին հափշտակել իրենց բանկային քարտի գումարը։ Հայկ Մկրտչյանը վստահեցնում է, հնարավոր է կանխել կիբերհանցագործությունը, քանի դեռ հանցագործները չեն հասցրել կանխիկացնել գումարը, բայց դրա համար խաբեության զոհ դարձածները պետք է դիմեն իրավապահներին այն պահին, երբ հասկացել են, որ խաբվել են։ Թերեզա Կադայեվյան, Հայկ Ավանեսյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։ Միջազգային օրակարգին անցնենք, Պուտինի բանակնած Կիրիլ Դիմիտրիևը մեկնում է Մայամի հանդիպելու Թրամփի վարչակազմի անդամներին։ Այս մասին Reuters-ին հայտնել է այցի մասին տեղյակ երկու աղբյուր։ Ավելի վաղ ամերիկյան Axios-ը տեղեկացրել էր, որ Ուկրաինայում խաղաղության հաստատման մասին եռակողմ բանակցությունների հերթական փուլը կայանալու է փետրվարի 1-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում։ Զելենսկին սակայն կասկածի տակ է առել այդ տեղեկությունը։ Եվ մինչ հարցականի տակ է ռուս-ուկրաինական բանակցությունների կիրակնօրյա ռաունդը, հրանոթները չեն լռում առաջնագծում։ Ծովինար Բարխուդարյանի անդրադարձը։ Ամերիկացիները հնարավոր է բաց թողնեն ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու անցած շաբաթ սկսված եռակողմ բանակցությունների հաջորդ ռաունդը, որը պետք է տեղի ունենար վաղը Աբու Դաբիում։ Արդյոք բանակցությունները հաջող կլինեն առանց Թրամփի բանագնացների Սթիվ Ուիթքոֆի եւ Ջարեդ Քուշների, լրագրողները հարցրել են Սպիտակ տան ղեկավարին։ Այո, կարծում եմ այո։ Մենք փորձել ենք հնարավորինս արագ լուծել այդ հարցը, սակայն Զելենսկին ու Պուտինն ատում են իրար եւ դա շատ է բարդացնում իրավիճակը։ Բայց կարծում եմ մենք մոտ ենք կարգավորմանը։ Հնարավոր է վաղն ընդհանրապես հանդիպում չլինի։ Զելենսկին էր հայտարարել, որ Միացյալ Նահանգների միջնորդությամբ Ուկրաինայի եւ Ռուսաստանի բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը կամ վայրը կարող է փոխվել։ Այսօր Մայամի է մեկնել Պուտինի բանագնաց Կիրիլ Դիմիտրիևը հանդիպելու Թրամփի վարչակազմի անդամներին։ Այս մասին Reuters-ին հայտնել է այցի մասին տեղյակ երկու աղբյուր, առանց մանրամասների։ Ռուսաստան-Ուկրաինա մեկշաբաթյա էներգետիկ հրադադարը, որը համաձայնեցվել էր ԱՄՆ նախագահի միջնորդությամբ, կարծես գործում է։
Համենայն դեպս այս գիշեր Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածներ չեն եղել։ Այս մասին հայտարարել է Զելենսկին, միևնույն ժամանակ պնդելով, թե Մոսկվան ինտենսիվացրել է հարվածները լոգիստիկ կարևոր հանգույցներին։ Ուկրաինայի նախագահի խոսքով ավիահարվածներից վնասվել են Դոնեցկի գազային ենթակառուցվածքները, Դնեպրում վնասվել է էներգոարտադրող վագոն, իսկ Խարկովի մարզում բալիստիկ հարված է հասցվել ամերիկյան Philip Morris ընկերության պահեստներին, ինչի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել։ Անօդաչուներով հարվածներ են եղել նաև Նիկոպոլում, Խերսոնի, Խարկովի, Սումիի և Չերնիգովի մարզերի սահմանամերձ շրջաններում։ Ամերիկյան կողմը խոսել է էներգետիկ ենթակառուցվածքներին մեկ շաբաթ հարվածելուց զերծ մնալու մասին։ Հետ հաշվարկը սկսվել է գիշերը։ Թե ինչպես կզարգանա այս ամենը, մեծապես կախված է մեր գործընկերներից, Միացյալ Նահանգներից։ Ուկրաինան պատրաստ է ցուցաբերել փոխադարձ զսպվածություն, եւ այսօր մենք չհարձակվեցինք ռուսական էներգետիկայի վրա։ Հրանոթները չեն լռում առաջնագծում, ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռուսական հոպը կառավարվող 4 ավիառումբ եւ 47 գրոհային դրոն է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Ռուսական գրոհային ստորաբաժանումները մեկ բնակավայր են իրենց վերահսկողության տակ վերցրել Դոնեցկում, երկուսը Զապորոժիեի մարզում։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Իրան Միացյալ Նահանգներ լարվածության ֆոնին ակտիվացել է Թուրքիան։ Էրդողանը ընդունել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Արաղչին ասել է, որ Իրանի իշխանությունները համաձայն են վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման հարցով, սակայն երկխոսությունը պետք է տեղի ունենա փոխադարձ հարգանքի հիմքի վրա։ Ստամբուլ կատարած այցի ընթացքում Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները երրորդ երկրների միջոցով հաճախակի փորձում է կապ հաստատել Իրանի հետ։ Ռեժիմի փոփոխությունը լիակատար ֆանտազիա է, ոմանք ընկել են այդ պատրանքի թակարդը, CNN Թուրքի հետ զրույցում ասել է Արաղչին։ Իսրայելը նորից ավիահարվածներ է հասցրել Գազային, առնվազն 29 զոհի մասին են հայտնում լրատվամիջոցները։ Համասը Իսրայելին է մեղադրել հրադադարը խախտելու համար։ Թել Ավիվը պնդում է, թե Ցախարի թիրախում Համասի զինյալներն են եղել։ Վերադառնանք Հայաստան եւ հիմա կտեսնեք կադրեր, որոնցից մարդու շունչ է կտրվում։ Կապուտաչյա Սևանը դարձել է սառցեբեմ էքստրեմի սիրահարների համար։ Լիլիթ Գասպարյանի ու Տիգրան Գասպարյանի բացառիկ ռեպորտաժը։ Это просто восторг. Չայ խմողները։ Ոնց որ տեսնում եք, Սևանը ծփում է ծմռանը։ Կապուտաչյա Սևանը -6-ին վերածվում է սառցե գեղեցկուհու ու էքստրեմի սիրահարներին հրավիրում է իր ափերի մոտ չմշկելու։ Էքստրեմի սիրահարները կգնահատեն այս զգացողությունը, երբ որ դու հասկանում ես, որ ոտքերի տակ ջուր է, սառած։ Սառած ջրի վրա սահելու միտքը Մանեին չի վախեցնում, որովհետև ամբողջ տարին այս սեզոնին է սպասում, որ կարողանա նախանձելի պտույտներ անել սառույցի վրա։ Բնական սառույցի վրա մի փոքր կարող է բարդ լինել, բայց համենայն դեպս ավելի լավ զգացողություններ ես ունենում, երբ որ բնության մեջ ես սահում, քան փակ տարածքում։ Կկարողանար Մանեն այսպիսի թռիչքներ անել Սևանի վրա, եթե երկար տարիներ գեղասահքով չզբաղվեր։ Վեներան ձեզ օրինակ։ Վախենալու ոչինչ չկա։ Երբևէ պրոֆեսիոնալ գեղասահքով չի զբաղվել, բայց էլի վատ չի ստացվում։ Սևանում առաջին փորձն է, ու շատ տպավորված եմ, էմոցիաները շատ վերջն են, աչքերից փայլից ինձ թվում է զգացումը։ Այստեղ անկախ քեզանից ռիսկ ես հավաքում, որ ոչ մի հույս չունես, բռնվելու տեղ չունես, պետքա ստիպված քշես։ Վեներային ընկերուհին, որ սահելուց շատ հեռու է, ահագին առաջընթաց է գրանցել։ Արդեն կարողանում է ինքնուրույն կանգնել սառույցի վրա։ Սա իմ առաջին փորձն է հենց Սևանի վրա։ Պետք է նայել վախի աչքերին, որ այդ ամեն ինչը հաղթահարես։ Ու ես նայել եմ ու արդեն հաղթահարում եմ, ոնց տեսնում եք, կարող եմ կանգնեմ սառույցի վրա։ Բա որ սահելու ընթացքում մեկ էլ ոտքերիդ տակ սառույցի հալվելու ճտճտոցն ես լսում։
իսկական ադրենալին։ Մի քանի անգամ սուտ ձայնն է գալիս, բայց ոչ մի տենց ինչ որ լուրջ խնդիր չի առաջացնում, էլի, ամեն դեպքում շերտը հաստ է։ 10 սանտիմետր պետք է լինի սառույցի շերտի հաստությունը, որպեսզի սահելը անվտանգ լինի։ Տուրի կազմակերպիչը Համոն նախորոք պարտադիր էլեկտրասղոցով ծակում է սառույցը ու ստուգում սառույցի հաստությունը։ Այնտեղ եթե ուշադիր լինեք, տեղին զնակներ կա, որ նշաններ կա, որ դրանից ենկում չի կարելի, որտեղ այնտեղ սառույցը արդեն 6 սանտիմետր է, իսկ ստե 10 ու պլյուս է։ Իսկ 10 սանտիմետր պլյուսի դեպքում արդեն անվտանգ է։ Սևանի որոշ ափեր միշտ էլ սառչել են ձմռանը, բայց առաջ ում մտքով կանցներ չմշկել սառցեկապանքների վրա։ Նույնիսկ տեղի բնակիչները չեն իմացել, որ կարելի է ասենց ինչ-որ չմուշկով զբաղվել։ Ինստագրամում Համոյի տեսանյութերի շնորհիվ Սևանի ձմեռային հեքիաթը գրավել է նաև զբոսաշրջիկներին։ Очень долго решались ехать не ехать։ Երկար էինք մտածում գալ, չգալ, որովհետև ամեն դեպքում սառած ջրի վրա է սահում, վտանգ կա։ Но впечатление невероятное։ Բայց հիմա տպավորություններս աննկարագրելի են։ Այսպիսի զգացողություններ նախկինում ոչ ես, ոչ երեխաներս չենք ունեցել։ И у меня восторг։ Это невероятный опыт։ Սա մի աներևակայելի փորձություն է։ Կյանքում առաջին անգամ սահել եմ մաքուր, թափանցիկ, հարթ սառույցի վրա։ Համեմատելու չէ սա դաշտերի արհեստական սառույցի հետ։ Прям всем рекомендую и Ես սահելիս չէի ուզում կանգ առնել։ Раз не хотелось вообще останавливаться, катишься։ Սա դաշտում 10 րոպե հետո հոգնում եմ, իսկ այստեղ 45 րոպե անդադար սահել եմ։ 45, наверное, гоняла։ Մինչ երջանիկները ինքնամոռաց չմշկում են, Համոն նրանց ուշտ փորի մասին է հոգ տանում։ Ասում է հատկապես ռուսներին չմշկելն այդքան չի գրավում, որքան կարտոֆիլի պլեճը վառարանի վրա սարքած։ Իրանք վիդեոյով տեսել են, որ կարտոշկեն փեջի վրա ասենց պատրաստում ենք ու հատուկ սրա համար են եկել, ասում են մեզ ավելի շատ էս կարտոշկեն է հետաքրքրում, քան չմշկելը։ Конечно, вкусно։ Իհարկե համեղ է, ոնց կարող է համով չլինել։ О, хорошо покататься, потом хорошо поесть։ Շատերը մենակ մանկության ժամանակ են կերել այս կարտոշկից ու ոնց որ հիշում են իրենց մանկությունը։ Մարտունակարտոլը ուրիշ է։ Հեսա կփորձեք, դուք էլ կասեք միանշանակ։ Մարտունատակ կարտոֆիլը, Սևանի սառը գիրկը սպասում են ձեզ, քանի դեռ օրերը չեն տաքացել ու կապույտ ալիքները չեն ազատվել սառցեկապանքներից։ Լիլիթ Գասպարյան, Տիգրան Գասպարյան, Անի Խանդիլյան, Հայլուր։ Կարտոֆիլի պլետ չգիտեմ, բայց աղի բլիթ կերել եք։ Հասանք օրվա խորհրդին։ Այսօր Սուրբ Սարգիս Զորավարի հիշատակության օրն է, որ Գարեգին II-ի տնօրինությամբ հռչակվել է երիտասարդների օրհնության օր։ Սրբյան ու նկրող եկեղեցում օրհնություն են ստացել զինվորներ իրենց սիրելիների հետ։ Ամեն տարի հազարավոր չամուսնացած երիտասարդներ անհամբեր սպասում են Սուրբ Սարգսի տոնին։ Հավատում են աղի բլիթի ուժին։ Այդ գիշեր, որտեղ էլ որ լինի իրենց սերը, նրանք անպայման կտեսնեն իրար երազում։ Դուք կերել եք աղի բլիթ։ Այո։ Ու երազ տեսել եք։ Իհարկե տեսել եմ, իմ սիրելին։ Փորձել եմ եւ ճիշտն ասած ինչ որ համընկել է։ Այո։ Այո։ Եթե հավատաս։ Դուք տեսել եք ձեր ամուսնուն։ Այո։ Շատ հեռվից իրեն պատկերը ես տեսել եմ։ Շատերը չնայած մեծ ցանկության երազ չեն տեսնում։ Ասում են, գուցե դեռ իրեն ժամանակը չէ, ոմանք ընդհանրապես չեն հավատում։ Ասել եմ, որ շատ ժամանակ անգամ դեմքը չեն տեսել, ուղղակի ինչ-որ sense հուշող պատկեր են տեսել, բայց իմ մոտ ոչ են։ Թող երիտասարդները ուտեն տեսնեն իրենց ընտրյալին, բայց անկեղծ ասած չեմ հավատում։ Սուրբ Սարգսի տոնը հայ առաքելական եկեղեցու ամենասիրված տոներից է եւ համարվում է երիտասարդների ու սիրո բարեխոս Սրբի հիշատակի օր։ Այս առիթով բազմաթիվ հավատացյալներ այցելում են եկեղեցիներ մոմ վառելու եւ աղոթելու։ Աղջկանիցս ձերում լսել, զանգելա, իրա, ջանի մատա, ես հավատում եմ, մեծ հավատքով եկել եմ։ Ինքը բարեխոս է եւ շուտ է հասնում իրեն
աղոթքները, մեր բարգած աղոթքները շուտ է հասնում։ Նաև ինքը մանուկների օրհնության օրն է համարվում։ Մեծ խորհուրդ ունի հայ առաքելական եկեղեցու տոներից մեկն է, մենք միշտ նշում ենք։ Այս տարի Սուրբ Սարգսի տոնին մասնակցել են զինվորները իրենց սիրելիների հետ, խորհրդանշելով հավատքի, սիրո եւ հայրենիքի պաշտպանության միասնությունը։ Աստված սերը եւ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է այսօր եւ ամենազարմանալին այն է, որ այստեղ եկել էին մեր զինվորները իրենց նշանածների հետ միասին, այսինքն թողաչի ու բարգավաճի մեր ժողովուրդը առողջ սերունդ ունենա։ Տեր Շահեի խոսքով Սուրբ Սարգիսը ոչ միայն սիրո խորհրդանիշն է, այլ նաև հոգևոր պայքարի, ինչպես զինվորներն են պայքարում չարի դեմ ու պաշտպանում մեր հայրենիքը, այնպես էլ հոգևորականները մշտապես պայքարի մեջ են հոգևոր չարի դեմ։ Որ նայում ենք երկնքում հրեշտակները միշտ պատկերվում են զինվորի կերպով։ Այսինքն հրեշտակած դասը, որ քահանայից դասն է, ինքն էլ է պատերազմի մեջ, որովհետև պատերազմը սատանայի հնարանքների դեմ։ Սուրբ Սարգսի տոնին շատ տարածված էին ուխտագնացությունները, սրբավայրերում մոմ էին վառում, աղոթում, մատաղանում, ճաշակում տոնական ուտեստները։ Ամենահին եւ ամենանշանավոր սրբավայրերից է Ուշիի Սուրբ Սարգիս վանքը, որտեղ ըստ ավանդության ամփոփված են սրբի մասունքները։ Այդ օրը ծնվածներին Սարգիս էին անվանում։ Զարուհի Սահակյան, Հենրիկ Համազասպյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուր։ Շիրակի թեմի հավատացյալները Հայլուրին կադրեր են ուղարկել Գյումրիում Սուրբ Սարգսի նախատոնակից։ Ուրբաթ Շիրակի թեմի առաջնորդանի Սուրբ Աստվածածին 7-րդ եկեղեցում երեկոյան ժամերգությունից հետո երիտասարդներին աղիպլիտներ են բաժանել, աստվածաշնչյան մաղթանքներ ընթերցել նրանց համար։ Եկեղեցու բակում հոգևորականներն ու երիտասարդները միասին ժողովրդական ավանդույթներով են նշել տոնը։ Տարիներ առաջ Շիրակի թեմի առաջնորդ այժմ բանտարկված Միքայել Սրբազանն էր թեմի հավատավորներին հորդորել եկեղեցական տոները անցկացնել ժողովրդական երգուղարով։ Դուք դիտում եք Հայլուրը, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։